Բարի գալուստ բուժատետեր։ Պատկերացրեք մի իրավիճակ, դուք գնում եք կոսմետիկայի խանութ կամ գեղեցկության սրահ եւ ձեզ առաջարկում են մի հրաշք միջոց, որը խոստանում է հարթեցնել մաշկը, մեկընդմիշտ ազատել սև կետերից, բորբոքումներից, յուղոտ փայլից։ Վճարում եք հազարավոր դրամներ, սպասում եք արդյունքի, բայց այն կամ ուշանում է, կամ ընդհանրապես չի լինում։ Իսկ հիմա ձեզ մի գաղտնիք բացեմ։ Ցանկացած դեղատանը ամենաներքևի դարակում չերևացող տեղում հենց հիմա դրված է մի փոքր շիշ, որը արժի ընդամենը 300 դրամ։ Այո, ճիշտ լսեցիք, սովորական սուրճի գնից էլ էժան։ Բայց այն իր էֆեկտիվությամբ եւ արդյունավետությամբ հանգիստ մրցում ու նաեւ հաղթում է աշխարհի ամենաթանկարժեք բրենդների խնամքի միջոցներին։ Խոսքը սալիցիլաթթվի սպիրտային լուծույթի մասին է։ Մեկ անգամ այն ճիշտ կիրառելուց հետո դուք այլևս չեք ցանկանա բաժանվել դրանից։ Սալիցիլաթթուն ոչ մի կախարդական նորույթ չէ, ոչ էլ գովազդային հնարք։ Սա տարիներով փորձարկված միջոց է, որի մասին գիտեն բոլոր կոսմետոլոգները, դրանից պատրաստում են տարբեր լուծույթներ կամ այն վաճառում ձեզ վրա չափազանց թանկ գնով, բայց դուք այն կարող եք գնել դեղատնից ընդամենը 300 դրամով։ Սալիցիլաթթվի լուծույթը լինում է 3 տեսակ՝ 1, 2 եւ 3 տոկոսանոց լուծույթներ։ Ըստ տոկոսի բարձրացման հեղուկը ավելի թունդ է լինում։ Մեր մաշկի գլխավոր թշնամիները 3-ն են՝ ավելորդ ճարպը, մաշկի մեռած բջիջները եւ բակտերիաները։ Երբ սրանք խառնվում են իրար, ծակոտիները խցանվում են։ Այդպես ծնվում են սև կետերը, ավելի ուշ ցավոտ կարմիր բշտիկները, ակնեն։ Հենց այստեղ է օգնության գալիս սալիցիլաթթուն, որն ունի գերբնական ուժ։ Շատ միջոցներ մաքրում են միայն մաշկի մակերեսը, իսկ ահա սալիցիլաթթուն աշխատում է շատ ավելի խորը, օգնելով հեռացնել ավելորդ ճարպը, մահացած բջիջները եւ այն ամենը, ինչ խցանում է ծակոտիները։ Ինչու է այն այդքան հայտնի։ Սալիցիլաթթվի գլխավոր առավելությունը այն է, որ այն միաժամանակ կատարում է մի քանի կարևոր գործառույթ։ Առաջին այն մաքրում է ծակոտիները, հաջորդը օգնում է նվազեցնել բորբոքումը, հաջորդը կարգավորում է մաշկի ճարպ արտադրությունը, արագացնում է պզուկներից հետո մնացած հետքերի անհետացումը, կանխում է նոր պզուկների առաջացումը եւ այս ամենը մեկ պարզ լուծույթի շնորհիվ։ Բոր խնդիրների դեպքում է օգտակար սալիցիլաթթուն։ Առաջին պզուկներ։ Եթե դեմքի վրա պարբերաբար առաջանում են բշտիկներ, հատկապես ճակատին, քթին կամ կզակին, ապա սալիցիլաթթուն կդառնա ձեր առաջին օգնականը։ Հաջորդը ծակոտիներն են։ Այն օգնում է մաքրել այն ծակոտիները, որոնց խցանումից էլ սովորաբար սկսվում է պզուկի առաջացումը։ Երկրորդ՝ սև կետեր։ Սև կետերը շատերի համար ամենամեծ խնդիրներից են։ Մենք հազարավոր դրամներ ենք ծախսում գնելով տարբեր միջոցներ, որոնք խոստանում են մաքրել սև կետերը, սակայն խնդիրը մնում է նույն, իսկ թանկարժեք խնամքի միջոցները այդպես էլ չեն օգնում։ Սև կետերը պարզապես կեղտ չեն, դրանք ճարպի եւ մահացած բջիջների կուտակումներ են, որոնք օդի ազդեցությունից մքանում են, ձեռք բերում սև գույն։ Տարիների ընթացքում, եթե դրանք չեն հեռացվում, չեն մաքրվում, ապա դառնում են ավելի կոշտ եւ աստիճանաբար ավելի է դժվարանում դրանցից ազատվելը։ Իսկ ահա սալիցիլաթթուն լուծում է այդ կուտակումները, օգնում է, որ ծակոտիները դառնան ավելի մաքուր եւ իհարկե զերծ ճարպից։ Եվ երրորդ՝ յուղոտ մաշկ։ Եթե օրվա ընթացքում դեմքը սկսում է փայլել, հատկապես քթի եւ ճակատի հատվածում, սալիցիլաթթուն կարող է նվազեցնել այդ յուղոտությունը։ Սակայն այստեղ եւս կարևոր է չափավորությունը։ Չափից շատ օգտագործելու դեպքում արդեն մաշկը կարող է հակառակ ազդեցություն ունենալ եւ սկսել ավելի շատ ճարպ արտադրել։ Չորրորդ՝ պզուկներից հետո մնացած հետքեր։ Շատ մարդկանց մոտ նույնիսկ պզուկը անհետանալուց հետո մնում են մուգ հետքեր, պզուկների հետքերը։ Սալիցիլաթթուն նպաստում է մաշկի բնական թարմացմանը, ինչի շնորհիվ այդ հետքերը ժամանակի ընթացքում ավելի արագ են բացվում։ Իսկ արդյոք սալիցիլաթթուն կարող է օգնել պայքարել լայն ծակոտիների դեմ։ Շատերը կարծում են, թե մաշկի ծակոտիները հնարավոր է փակել։ Իրականում դրանք փակել, նեղացնել, փոքրացնել հնարավոր չէ, բայց եթե դրանց ներսում ճարպ եւ կեղտ չլինի, դրանք շատ ավելի փոքր եւ աննկատ կլինեն։ Հենց այստեղ էլ սալիցիլաթթուն իր լավագույն արդյունքն է տալիս։ Արդյոք սալիցիլաթթուն կարող է օգնել մեջքի եւ ուսերի բզուկների դեպքում։ Պատասխանը՝ այո։ Շատ մարդիկ բզուկներ ունեն ոչ միայն դեմքին, այլ նաեւ մեջքին, ուսերին, կրծքավանդակին։ Սալիցիլաթթվի լուծույթը կարելի է օգտագործել նաեւ այդ հատվածներում եւ մաշկը շատ լավ է տանում այն։ Տևական ժամանակ օգտագործելուց հետո դուք կնկատեք ինչպես են վերանում ձեր մեջքի եւ ուսերի բզուկները, բացվում է գույնը, ինչպես նաեւ անհետանում են արևայրուքների հետքերը։
Սալիցիլաթթուն օգտակար է նաև գլխամաշկի համար։ Որոշ դեպքերում այն կիրառվում է նաև գլխամաշկի ճարպոտության, թեփի և կեղևակալման դեպքում։ Այն օգնում է հեռացնել մահացած բջիջները, մաքրել մաշկը։ Սակայն գլխամաշկի հիվանդությունների դեպքում ավելի ճիշտ է նախ խորհրդակցել բժշկի հետ։ Ինչպես ճիշտ օգտագործել սալիցիլաթթուն, որպեսզի ստանաք առավելագույն օգուտ։ Եթե առաջին անգամ եք օգտագործում սալիցիլաթթու, սկսեք շաբաթական 2 անգամ։ Այս դեպքում կարևոր է նաև, որ դուք վերցնեք միջին թնդության սալիցիլաթթուն։ Ինչպես նշեցինք, կա 1%, 2 և 3%։ 1%-ը բավականին թույլ է, 2-ը միջին, 3-ը բավականին թունդ է։ Սկզբի համար կարող եք օգտագործել 1 կամ 2%-ը, ապա եթե նկատում եք, որ ձեր մաշկը նորմալ է տանում այս միջոցը, կարող եք վերցնել արդեն 3%-ը։ Եթե մաշկը նորմալ է արձագանքում, կարելի է աստիճանաբար օգտագործել շաբաթական 3-4 անգամ կամ անհրաժեշտության դեպքում օրը 1 անգամ։ Դեմքը նախ լվացեք մեղմ մաքրող միջոցով։ Այնուհետև բամբակյա սկավառակով կամ մաքուր ձեռքերով քսեք միայն խնդրահարույց հատվածներին։ Չի կարելի սալիցիլաթթվի լուծույթով ուժեղ շփել մաշկը։ Լուծույթը պետք է պարզապես բարակ շերտով տարածել։ Ամենահարմարը բամբակյա սկավառակներն են։ Մի փոքր թրջեք և օգտագործեք։ Դրանից հետո ցանկալի է լվացվել, այնուհետև օգտագործել խոնավեցնող քսուկ։ Սա շատ կարևոր քայլ է, քանի որ սալիցիլաթթուն կարող է չորացնել մաշկը։ Երբ դուք լվանաք, ապա խոնավեցնեք մաշկը, ապա ձեր մաշկը շատ չի չորանա։ Իսկ այստեղ նշենք ամենակարևոր գաղտնիքը՝ թթուներ և արև։ Եթե դուք որոշել եք ձեր խնամքի մեջ ներառել սալիցիլաթթու, դուք պետք է ընդունեք մեկ անփոփոխ կանոն։ Սալիցիլաթթուն հեռացնում է մաշկի վերին մեռած շերտը, բացելով նոր մաշկ։ Այդ նոր մաշկը չափազանց զգայուն է արևի ճառագայթների հանդեպ։ Եթե դուք անգամ երեկոյան եք օգտագործել սալիցիլաթթու, ապա հաջորդ օրը առավոտյան տանից դուրս գալիս պարտադիր պետք է քսեք արևապաշտպան քսուկ SPF 30 կամ 50։ Եթե դա չանեք, ապա արևը կայրի այդ նուրբ շերտը և դեմքին կհայտնվեն պիգմենտային մուգ բծեր, որոնցից ազատվելը հետագայում արդեն շատ ավելի դժվար կլինի։ Ինչ սխալներ են ամենից հաճախ անում մարդիկ սալիցիլաթթու օգտագործելիս։ Առաջին սխալը՝ օգտագործում են օրվա ընթացքում մի քանի անգամ, մտածելով, որ արդյունքը այդպես արագ կլինի։ Իրականում այդպես կարելի է ստանալ միայն կարմրություն, գրգռվածություն և շատ ուժեղ չորություն։ Երկրորդ սխալը՝ միաժամանակ օգտագործում են բազմաթիվ ակտիվ միջոցներ, օրինակ՝ սալիցիլաթթու, ռետինոլ, ուժեղ թթուներ և սքրաբներ։ Այս համադրությունը կարող է վնասել ձեր մաշկի պաշտպանիչ շերտը։ Երրորդ սխալը՝ չեն օգտագործում խոնավեցնող քսուկ։ Շատերը կարծում են, թե եթե մաշկը յուղոտ է, խոնավեցում պետք չէ, կամ էլ սալիցիլաթթվից հետո խոնավեցում պետք չէ։ Սա սխալ պատկերացում է։ Յուղոտ մաշկը ևս խոնավության կարիք ունի, բացի այդ սալիցիլաթթվից հետո պետք է խոնավեցնել մաշկը, որպեսզի այն շատ չչորանա։ Խոսենք այս հրաշք միջոցի հակացությունների մասին, քանի որ դրանք ևս կան։ Եթե դուք ունեք շատ չոր և զգայուն մաշկ, սալիցիլաթթուն կարող է ավելի ուժեղ չորացնել այն։ Եթե դեմքի վրա կան բաց վերքեր, այրվածքներ, ուժեղ գրգռվածություն, մինչև դրանց լավանալը պետք չէ սալիցիլաթթու օգտագործել։ Եթե նախկինում դուք սալիցիլաթթու կամ ասպիրին օգտագործելուց հետո ունեցել եք ալերգիկ ռեակցիա, ապա այս լուծույթը նույնպես ցանկալի չէ օգտագործել առանց բժշկի խորհրդի։ Ալերգիա ասպիրինից։ Սալիցիլաթթուն և ասպիրինը, որը ացետիլ սալիցիլաթթուն է, քույրեր են։ Եթե դուք ունեք ալերգիա ասպիրին դեղահաբից, ապա ձեր մաշկը ալերգիկ ռեակցիա կտա նաև սալիցիլաթթվից։ Եվ եթե դուք արդեն բուժվում եք մաշկաբանի նշանակած ուժեղ դեղամիջոցներով, հատկապես բզուկների դեմ, նախ խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի տարբեր միջոցների համադրությունը չվնասի ձեր մաշկին։ Իսկ արդյոք հնարավոր են կողմնակի ազդեցություններ։ Այո, հատկապես առաջին օրերին կարող է լինել թեթև ծակծկոց, ձգվածության զգացում կամ թեթև չորություն։ Սովորաբար դրանք անցողիկ են։ Բայց եթե առաջանում է ուժեղ այրոց, ցավ, արտահայտված խիստ կարմիր կարմրություն, այտուց կամ մաշկի թեփոտում, ապա օգտագործումը պետք է միանգամից դադարեցնել։ Որքան ժամանակ անց կարելի է տեսնել արդյունքը։ Սա այն միջոցներից չէ, որը մեկ գիշերում հրաշք է գործում։ Առհասարակ նման միջոցներ չկան էլ։ Սովորաբար առաջին նկատելի փոփոխությունները երևում են 2-ից 4 շաբաթվա ընթացքում։ Ավելի կայուն արդյունքի համար անհրաժեշտ է 6-ից 8 շաբաթ կանոնավոր օգտագործում։ Մեկ կարևոր փաստ՝ սալիցիլաթթուն չի կարող ամբողջությամբ բուժել բոլոր տեսակի բզուկները։
Եթե բզուկները շատ խորն են, ցավոտ են, մեծ քանակով են կամ թողնում են սպիներ, ապա միայն այս լուծույթը բավարար չի լինի։ Անհրաժեշտ է դիմել մաշկաբանի, քանի որ կարող է պահանջվել համալիր լուծում։ Եվս երկու շատ կարևոր փաստ։ Աչքերի շրջանում աչքը չափազանց բարակ եւ նուրբ է։ Այդ գոտում սալիցիլաթթու մոտեցնել արգելվում է։ Աչքերից հնարավորինս հեռու օգտագործեք այս լուծույթը։ Եվ հաջորդը հղիություն եւ կրծքով կերակրում։ Այս շրջանում խորհուրդ է տրվում հրաժարվել սալիցիլաթթվից։ Մեր օրերում մարքեթինգը ստիպում է մեզ հավատալ, որ միայն թանկարժեք սրվակների մեջ է թաքնված երիտասարդությունն ու գեղեցկությունը, բայց հաճախ պարզ, տարիներով փորձարկված դեղատնային միջոցները գործում են շատ անգամներ ավելի լավ։ Սալիցիլաթթվի լուծույթը հենց այդպիսի միջոց է, ընդամենը 300 դրամ, մի քանի բամբակյա սկավառակ, մի փոքր խնամք եւ ուշադրություն, կանոնավորություն եւ ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ, փայլելով մաքրությամբ եւ առողջությամբ։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել էինք այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք, արդյոք ծանոթ եք սալիցիլաթթվին, օգտագործում եք այն ձեր խնամքի մեջ, թե ոչ։ Առաջարկեք նաև նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար։ Կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության եւ երիտասարդության մասին են։ Առողջ եղեք, լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։